Ըստ խնդրի, Արեգը եւ Բորիսը հերթով նշում են 3-3-ի չափի աղյուսակի վրա որևէ վանդակ։ Ունենք տրված խաղի կանոնները եւ պետք է պարզենք, թե տղաներից ով ունի հաղթական մարտավարություն, եթե խաղը սկսում է Արեգը։ Ենթադրենք Արեգը խաղում է կապույտ գույնով եւ վանդակների մեջ գրում է 1, քանի որ նա է սկսում խաղը, իսկ Բորիսը խաղում է կանաչով եւ վանդակների մեջ գրում է 2։ Պարզենք, թե որը կլինի Արեգի հաղթական մարտավարությունը։ Նա կարող է իր մեկը դնել քառակուսու կենտրոնում, այդպիսով հարվածի տակ պահելով այս 4 վանդակները։ Ինչու՞, քանի որ եթե Բորիսը հանկարծ իր երկուսը դնի այդ 4 վանդակներից որևէ մեկի մեջ, անմիջապես հաջորդ քայլով Արեգը կարող է հաղթել լրացնելով համապատասխան տողը կամ էլ սյունը։ Հետևաբար Բորիսը ստիպված պետք է լրացնի անկյունում մնացած վանդակներից որևէ մեկը։ Նա էլ այդպիսով հարվածի տակ կպահի նախ այս 2 վանդակները նույն նախորդ պատճառով եւ նաև այս վանդակը, քանի որ անկյունագիծը լրացնելու դեպքում կրկին Արեգը կպարտվի։ Հետևաբար այս դեպքում կենտրոնական վանդակը գրավելու դեպքում Արեգը հաղթելու շանս չունի։ Դիտարկենք հաջորդ դեպքը, երբ Արեգը որոշում է իր մեկը դնել անկյունի վանդակներից որևէ մեկում։ Այս դեպքում, ինչպես արդեն հասկացանք, նա արգելափակում է այս 4 վանդակները։ Եվ արդեն Բորիսը կարող է իր երկուսը դնել օրինակ կենտրոնի վանդակում։ Այդպիսով արգելափակելով ոչ միայն այս 2 վանդակները, այլ նաև վերջին մնացած վանդակը որպես անկյունագծային վանդակ։ Ինչն էլ իր հերթին նշանակում է, որ Արեգը այս դեպքում եւս հաղթելու շանս չունի։ Դիտարկենք վերջին տարբերակը, երբ Արեգը իր մեկը դնում է դրսի կողմի կենտրոնական վանդակներից որևէ մեկում եւ արգելափակում է այս 4 վանդակները։ Այստեղից արդեն ունենք դեպքերի զարգացման 2 հնարավոր եղանակ։ Եթե Բորիսը իր երկուսը դնի այստեղ, արգելափակելով համապատասխան 2 վանդակները, Արեգին կմնա վերջին հնարավոր հարվածի տակ չգտնվող վանդակը, որն էլ զբաղեցնելով նա միանգամից պարտության կմատնի Բորիսին։ Իսկ երկրորդ դեպքում, եթե հանկարծ Բորիսը որոշի երկուսը դնել այստեղ, կրկին զբաղեցնելով համապատասխան 2 վանդակները, Արեգին եւս կմնա վերջին հարվածի տակ չգտնվող վանդակը եւ կրկին նա կարող է պարտության մատնել Բորիսին։ Նկատենք, որ այս դեպքում անկախ նրանից, թե որ եղանակն է ընտրում Բորիսը, միևնույն է հաղթում է Արեգը, հետևաբար սա էլ կլինի Արեգի հաղթական մարտավարությունը։